Բարի երեկո սիրելի ֆուտբոլացիներ, բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին մեկնարկում է AFL-ի հերթական խաղային շաբաթը եւ բացման հանդիպանը միմյանց դեմ կմրցեն Manchester City-ն ու Watford-ը։ Երկու թիմերը, ովքեր առայժմ միավորների կորուստ չունեն AFL-ի 2025-26 մրցաշրջանում Winter Cup-ի շրջանակներում, ու այսօր իհարկե թիմերից մեկը կամ երկուսը միաժամանակ կկորցնեն առաջին միավորները այս մրցաշրջանում։ Դա կասկածից դուրս է։ Սա անկասկած տուրի խաղային օրվա կենտրոնական հանդիպումն է ու հանդիպումը մեկնարկած է այստեղ Watford-ի ֆուտբոլիստները գնդակը հանձնում են Manchester City-ին։ Եկեք արագորեն ծանոթանանք թիմերի մեկնարկային կազմերին ու սկսենք Watford-ից։ Վիցյա Գրիգորյանը պաշտպանում է դարպասը համար 1, Նաիրի Պետրոսյան համար 2, Հմայա Կաթայան համար 3, ով նաև թիմի ավագն է, Ադեբայո Օլամիկյան համար 4, Հայկ Պողոսյան համար 8, Գագիկ Սահակյան համար 9, Միքայել Երանոսյան համար 15, Արմեն Մանուկյան համար 21, Կարեն Սիմոնյան համար 22 եւ Նարեկ Եկտուբարյան համար 49։ Հիմա գրովում են City ֆուտբոլիստները, բայց կարողացան այստեղ հեռացնել գնդակը Watford-ի պաշտպանները ու ծանոթանանք նաև Manchester City-ի հայտարարությունին դարպասը պաշտպանում է Վայե Մուրադյանը համար 1, Սիլա Բուբա համար 2, Արտաշես Արաքելյան համար 5, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրիելյան համար 7, նա նաև թիմի ավագն է, Արշակ Պողոսյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Գերա Կոստենկով համար 17 եւ Նարեկ Սարգսյան համար 77։ Մուրադյանն է գնդակով ուղարկում է Վարդանյանի ուղղությամբ, բայց այստեղ Պետրոսյանը առաջինը արձագանքեց գնդակին ու ուղարկեց այն Սահակյանի ուղղությամբ գրոյի անցել Watford-ը, բայց այստեղ անհաջող ստացվեց Կարեն Սիմոնյանի կատարած փոխանցումը ու գնդակը բաժին ասավ Manchester City-ի դարպասապային։ Պողոսյանն է գնդակով դեպի ձախ փոխանցում հետևեց Նարեկ Սարգսյան։ Շատ լավ նկատեց Կոստենկովի առաջ խաղացումը Սարգսյանը, տեսնենք այս գրոյին կտա City-ին Վարդան Վարդանյան, Բուբա, կրկին Վարդանյան, Կոստենկով գեղեցիկ է խաղարկում Manchester City-ին գնդակը, բայց այստեղ Վարդանյանի կատարած փոխանցումը դեպի Գաբրիելյանը չհասավ ու Watford-ի պաշտպանները հեռացին գնդակը։ Եսից նետում է City-ի դարպասապահ Մուրադյանը, Արաքելյան ու նորից փոխանցում է հետևում Նարեկ Սարգսյանի ուղղությամբ։ Եկեք բիպա ծանոթանանք մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, որտեղ պատկերը շատ հետաքրքիր է, իսկապես Watford-ն ու Juventus-ը վեցական հանդիպումներից հետո ունեն վաստակած 18-ական միավոր ու հավասարաչափ բաժանում են առաջին եւ երրորդ հորիզոնականը, 100% արդյունքով թիմերը շարժվում են առաջ։ Manchester City-ն ու Newcastle-ը ունեն 15-ական միավորներ, բայց մեկ հանդիպում պակաս են անցկացել Watford-ի եւ Juventus-ի նկատմամբ ու զիջում են մրցակիցներին 3 միավոր։ Հիմա հարված եք տեսնում ու Մուրադյանը կարողանում է այստեղ հեռացնել գնդակը, առաջին անկյունային կիրաստի Watford-ը այս խաղում։ Այո, այսօր հաղթանակի դեպքում Manchester City-ն կհավասարվի միավորներով Watford-ին, բայց իհարկե դեռ մեկ հանդիպում էլ կունենա բաց թողած, որը պետք է անցկացնի City-ն։ Իսկ Watford-ը առայժմ շատ լավ արդյունքով մեկնարկել է այս առաջնությունը ու առայժմ երկու թիմերն էլ կրկնում եմ անպարտելի են միավորների տեսանկյունից Winter Cup-ում, ընդհանրապես 36 թիմերից այս 4 թիմերն են, որ այս պայդրությամբ որքան հանդիպում անց են կացրել, տարել են նույնքան հաղթանակ։ Դրանք են Watford-ը, Juventus-ը, Manchester City-ն եւ Newcastle United-ը։ Իսկ մյուս խմբում միայն անպարտելի է այս պայդրությամբ Ատլետիկո Երևանը, ով իհարկե 100% արդյունք չունի, Ատլետիկոն մեկ հանդիպում անց է կացրել ոչ ոքի, Վիլյարեալի դեմ 2-2, մնացած բոլոր հանդիպումներում հաղթել է, հիմա Սահակյանը լավ չընդունեց գնդակ ու եզից կնետի Manchester City-ն, Վարդանյան հետ փոխանցում դեպի Սարգսյանը Պողոսյան, լավ անցում կատարեց այստեղ Արշակ Պողոսյան, ուղարկում է գնդակը ձախ եզր Վարդան Վարդանյան, կրկին Պողոսյան, տեսնենք ինչ որոշում կմտածի այստեղ Պողոսյանը, հետ փոխանցում կատարեց դեպի Նարեկ Սարգսյանը,
ու գրոյի տեղափոխություններ կատարում Սարգսյանը, բայց Երանոսյանը հաջող խլում կատարեց, իսկ այստեղ արդեն շտապեց Երանոսյանը, բավական բարձր է իսկապես հանդիպման տեմպը։ Մուրադյանը լավ փոխանցում այստեղ կատարեց Պողոսյանի ուղղությամբ, տեսնենք ինչ որոշում կայացնի Պողոսյանը, բայց շանսավ այստեղ Պողոսյանի կատարած փոխանցում ու Սահակյանը շատ հաջող գործեց այս դրվագում, մնաց գնդակով Գագիկ Սահակյանը։ Եվ այստեղ հեռացում էր կատարում, բայց գնդակը բաժին ասավ Արաքելյանին, Բուբա նորից արդեն սկսում է Սիթին խորքից դեպի ձախ փոխանցում հետևեց Վարդան Վարդանյան, կրկին Պողոսյանն է ընդունում գնդակը, բայց այստեղ չանցավ Արշակ Պողոսյանի կատարած փոխանցումը ու գնդակը հեռացեցին Ոթֆորդի պաշտպանները։ Ես իսկ կնետի Մանչեսթեր Սիթին Սարգսյանն միանգամից ուղարկեց գնդակը Մուրադյանի ուղղությամբ, Բուբան ստանում գնդակը։ Շատ լավ նկատեց այստեղ Գաբրիելյանին, Բուբան դեպի ձախ Վարդան Վարդանյան, նորից Գաբրիելյանն ստացել գնդակը լավ ներ փոխանցումը Վարդանյանը արված, բայց այստեղ Աթայանը առաջինը արձագանքեց գնդակին, իսկ հիմա կար խաղի կանոնների խախտում Սահակյանի կողմից Սարգսյանի դեմ պայքարում ու ստանդարտ Կիրասի Մանչեսթեր Սիթին արագորեն խաղարկում է Սարգսյանը գնդակը Գաբրիելյանի հետ։ Անատոլի Գաբրիելյան լավ նկատեց Վարդանյանի առաջ խաղացումը, բայց այստեղ Վարդանյանի կատարած փոխանցումը դեպի Արաքելյանը չանցավ ու հիմա Ոթֆորդը նետվել առաջ, բայց Սահակյանին այստեղ հեշտությամբ թույլ չեն տա իհարկե շրջանցել մրցակիցներին, Սարգսյանն ու Բուբան միանգամից շրջափակման մեջ առան մրցակցի արձակվողին ու գրոհ չեզոքացեցին Ոթֆորդի այս դեպքում։ Բուբա դեպի ձախ է փոխանցում հետևում Նարեկ Սարգսյան գլորում է Մանչեսթեր Սիթին գնդակը պաշտպանությունում։ Հիմա սուլեց մրցավարը, տեսնենք ինչ է պատահել Պողոսյանին։ Ուզանք իհարկե լուրջ ոչինչ չի լինի ու Պողոսյանը կարողանա շարունակել այս հանդիպումը։ Հիմա արդեն վերջացված է հանդիպումը, ամեն ինչ կարգին է Արշակ Պողոսյանի հետ ու Սիթին սկսում է խորքից Նարեկ Սարգսյան։ Լավն է դեպի փոխանցումը Կոստենկովը, բայց այստեղ Պետրոսյանը հեռացեց գնդակը Ադեբայոնը շարժվում է առաջ։ Հիմա արդեն շատ գերագետ կերպով Պողոսյանը թույլ չտվեց, որպեսզի Ադեբայոն փոխանցում կատարի, իսկ հետո էլ արդեն նահանջած Բուբան խլեց գնդակը մրցակցից Արաքելյան։ Շարժվում է Արաքելյանը գնդակով կատարեց փոխանցում դեպի Պողոսյանը, բայց այստեղ Ոթֆորդը հաջող խլում է կատարում Գագիկ Սահակյան։ Տեսնենք ինչ է մտածել Սահակյանը, չկան տարբերակներ եւ այդ փոխանցում հետևեց Երանոսյանի ուղղությամբ ու վերջինս էլ գնդակը հասցեագրում է Դարպասապան Գրիգորյանին դեպի Աչ Պետրոսյան, Ադեբայո ու ձախ եսից գրոհ է միացնում Միքայել Երանոսյանին։ Դեպի մրցակցի Տուգանային հրապարակ փոխանցում հետևեց, բայց Արաքելյանը այստեղ էր ու գնդակ ուղարկեց Բուբայի ուղղությամբ, հիմա Սիթին իհարկե կփորձեր արագակագրող կազմակերպել, բայց այս պահին փակի են բոլոր տարբերակները, հիմա կատարեց փոխանցում Բուբան, բայց այստեղ էլ գնդակը բաժին ասավ Ոթֆորդի ֆուտբոլիստերին, Ադեբայո գրագետ գործեց այստեղ Երանոսյանը, դեպի ձախ փոխանցում է հետևում Ադեբայոից։ Պողոսյանը այդ փոխանցում Երանոսյանի ուղղությամբ այստեղ մի փոքր անաջող կասեցեց գնդակը Երանոսյան ու քիչ էր մնում սխալվեին արդեն, բայց կարողացան դուրս գալ պաշտպանությունից Ոթֆորդի ֆուտբոլիստները, շատ լավ փոխանցում է դեպի Սահակյանը, բայց այստեղ չստացվեց հարձակվողի մոտ կասեցնել գնդակը ու հարվածել Սիթի դարպասի ուղղությամբ, այլապես շատ վտանգ էր ներկայացնելու Սահակյանի կատարած հարվածը, եթե դա տեղի ունենար։ Արաքելյան հետ փոխանցում դեպի Պողոսյանը, Սիթին նորից մանր փոխանցումներով շարժվում է առաջ Պողոսյան, լավ ներանցում Արշակ Պողոսյանի, Գաբրիելյանին ուղարկեց գնդակը, բայց այստեղ Ոթֆորդը խլում է ու նետվում առաջ գնդակով Սիմոնյան դեպի Սահակյանը փոխանցում հետևեց, բայց բավական ուժեղ էր այս փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի Մանչեսթեր Սիթի դարպասից։ Արտաշես Արաքելյան, նորից Պողոսյանի հետ է խաղարկում գնդակը։
Տեսնենք ինչ որոշում կայացնի Արշակ Պողոսյանը, առայժմ արգելակեց, հիմա պատխաղարկումը գեղեցիկ էր Գաբրիելյանի հետ։ Բայց այստեղ Սահակյանը նորից նահանջում է ու խլում գնդակը մրցակցից։ Գագիկ Սահակյան։ Գեղեցիկ գործեց այստեղ Սահակյանը, բայց Վարդանյանը նահանջեց ու կարողացավ չեզոքացնել վտանգը Բուբա։ Այստեղ գցեց գրոյի տեմպը Բուբան, բայց իհարկե գնդակով մնացին Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստները Պողոսյան։ Արաքելյանին ուղարկեց գնդակը դեպի ձախ փոխանցում է հետևում կրկին Նարեկ Սարգսյանն է այստեղ։ Գաբրիելյան, նորից Սարգսյան, Նարեկ Սարգսյան, շատ լավներ փոխանցում այստեղ, բայց Վարդանյանին թույլ չտվեց Պողոսյանը հարված կատարել դարպասի ուղղությամբ ու հիմա էլ Գերանոսյանը գնդակ ուղարկում է հենց Պողոսյանին, նորից Ոթֆորդը հասնում է գրոյի, բայց հիմա ընկավ Ոթֆորդի գրոյի տեմպը։ Սահակյան, Բուբան այստեղ դիմավորեց ու խլում կարողացավ կատարել Սահակյանից հիմա Սիթի գրոյին ականատես լինենք, Պողոսյանն է ստանում Բուբայից գնդակը, նորից ուղարկում գնդակը Բուբային։ Կրկին Պողոսյան, կա աչից Արաքելյանի տարբերակը, բայց հարված է դարպասի ուղղությամբ Արշակ Պողոսյանը պտտեցեց գնդակը դեպի հեռավոր անկյունը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, մի փոքր շեղությամբ ընթացավ Պողոսյանի կատարած հարվածը եւ այստեղ էլ հենց փոփոխություն տեղի ունեցավ Մանչեսթեր Սիթիի կազմում, դուրս եկավ խաղադաշտից Արշակ Պողոսյանը ու հանդիպումը նրա փոխարեն շարունակել Ռոմիկ Սարգսյանը։ Տեսնենք Սարգսյանը ինչ կփորձի անել հիմա խաղադաշտ դուրս գալուն պես, Ոթֆորդի ֆուտբոլիստներն են գնդակով Ադեբայո։ Պողոսյան։ Գերանոսյանն է գնդակով, առայժմ չի շտապում իհարկե Ոթֆորդը, իհարկե ոչ ոքին երկու թիմերի համար էլ լավ արդյունք կլինի, բայց վստահ եմ, որ երկու թիմերն էլ անկասկած այստեղ են, որպեսզի իրենց 100% արդյունքները շարունակեն Winter Cup-ի այս մրցաշարում, երկուսն էլ միանշանակ փորձելու են վաստակել իրենց հերթական 3 միավոր այս խաղում։ Տեսնենք թիմերից որ մեկին բախտը կուղեկցի, այստեղ Գաբրիելյանը փորձեց գնդակ ուղարկել Վարդանյանի ուղղությամբ, մի փոքր հաջող չստացվեց, Նաիլի Պետրոսյան, կրկին Ադեբայո, բայց այստեղ էլ Ադեբայոյի փոխանցումը անհաջող ստացվեց ու եզրից կնետի Մանչեսթեր Սիթին։ Մուրադյան, Նարեկ Սարգսյանն է ընդունում գնդակը, ուղարկեց այն Վարդանյանի ուղղությամբ, Գաբրիելյան, բայց այստեղ գնդակը բաժին ասավ Ադեբայոյին, Գաբրիելյանի կատարած փոխանցումից հետո Նաիլի Պետրոսյանն է աջ եզրով առաջ շարժում, լավ էր մտածել Պետրոսյանը, բայց փոխանցումը չհասավ Սահակյանին, չնայած գնդակով մնաց Ոթֆորդը, Սիմոնյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Սիմոնյանը, այդ փոխանցումը հետևեց դեպի խաղընկեր Հայկ Պողոսյան ու Պողոսյանն էլ գնդակը ուղարկում է թիմի ավագ Աթայանի ուղղությամբ, խաղարկում են Ոթֆորդի ֆուտբոլիստները կենտրոնում գնդակը Ադեբայո, նորից Աթայան, բայց անհաջող ստացվեց այստեղ Աթայանի կատարած փոխանցումը, գնդակը բաժինացավ Կոստենկովին, նա էլ ուղարկեց Բուբայի ուղղությամբ, վերջինս էլ գնդակը ասիագրում է Գաբրիելյանին, առաջ է շարժվում Գաբրիելյանը, Բուբա վտանգավոր է Բուբա, բայց բարձր ստացվեց այստեղ Սիլա Բուբայի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի Վիցա Գրիգորյանի պաշտպանած դարպասից, արագորեն դարպասապահ խաղարկում է գնդակը Նաիլի Պետրոսյանի հետ, Պետրոսյան խորքից փոխանցում, բայց այստեղ Արաքելյանը վերահսկում է իրավիճակը, իհարկե չկար խաղի կանոնների խախտում, սուլեց մրցավարը հիմա հասկանալու համար ամեն ինչ կարգին է Կարեն Սիմոնյանի հետ եւ այո Սիմոնյանը կանգնեց ոտքի, բայց կարծես հենց հիմա էլ կփոխարինվի Կարեն Սիմոնյանը, այո լքում է խաղադաշտը Սիմոնյանը, նաեւ Պողոսյանը դուրս եկավ խաղադաշտից ու հանդիպումը կշարունակեն Նարեկ Էկտուբարյանն ու Մանուկյանը, Կոստենկով շատ լավ փոխանցում հետևեց դեպի Գաբրիելյանը, Գաբրիելյան չանցավ այստեղ Գաբրիելյանի կատարած փոխանցումը դեպի Բուբան ու հիմա գնդակը նորից Ոթֆորդի մոտ է, բայց այստեղ Կոստենկովը
Շատ հաջող կերպով կարողացավ գործել ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, չեզոք հասնելով վտանգավոր հակագրում։ Ադեբայո Կաղարկում են գնդակը Watford-ի ֆուտբոլիստները, բայց այստեղ Պետրոսյանը շատ հաջող գործեց, այլապես կկորցնեին գնդակը Watford-ի ֆուտբոլիստները, Բուբա լավն էր անցումը, բայց վերջում Մաթայանին շրջանցել չստացվեց, բայց մինչ այդ կար այո խաղի կանոնների խախտում։ Հիմա նյարդերը տեղի են տալիս ֆուտբոլիստների ու իհարկե հանդիպման լարվածությունը հենց դրա մասին էլ խոսում եմ, շատ կարևոր է հանդիպումը իսկապես երկու թիմերի համար եւ իհարկե նմանատիպ իրավիճակներից խուսափել եմ բավական բարդ կլինի, իհարկե հիմա ստանդարտը տեսնենք ինչպես կիրացնի Մանչեսթեր Սիթին, Գաբրիելյանն ու Սարգսյանն են գնդակի մոտ, կա մրցավարի Սուլիչը, Գաբրիելյան փոխանցում հետևեց, բայց այստեղ Գեյանոսյանը կարողացավ վերացնել գնդակ ու եզից կնետի Մանչեսթեր Սիթին, Բուբա հետ փոխանցում դեպի Նարեկ Սարգսյանը, Կոստենկով, բայց այստեղ չանցավ Կոստենկովի կատարած փոխանցումը դեպի խաղընկերը ու գնդակով կրկին Watford-ի ֆուտբոլիստերն են Ադեբայո շարժվում է առաջ Ադեբայոն լավն էր անցումը, լավ նկատեց Էկտուբարյանի առաջ խաղացումը, Սահակյան իհարկե, եթե թույլ տան Սահակյանին նման դիրքերից հարվածել բավական վտանգավոր կլինի, Սահակյանի այս կատարած փոխանցումը հաջող ստացվեց, բայց Առաքելյանը իր դիրքում էր ու կարողացավ վտանգը չեզոք հասնել, նորից գնդակը բաժին է հասնում Watford-ի 9 համարին, Սահակյան հերվից է հարվածում ու շեղությամբ է ստացվում հիմա էլ Գագիկ Սահակյանի կատարած հարվածը, հարված կլինի Վահե Մուրադյանի պաշտպանած դարպասից։ Կոստենկով հետ փոխանցում դեպի Առաքելյանը, ռիսկի են դիմում Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները, բայց հաստրեց այս դեպքում Առաքելյանը փոխանցում կատարել Նարեկ Սարգսյանին, վերջինս էլ շարժվում է առաջ, Սարգսյան, Բուբա, շատ լավ փոխանցում կատարեց Բուբան դեպի Գերա Կոստենկովը, Կոստենկով կա փոխանցումը, բայց այստեղ Աթայանը Գեղեցիկ գործեց ու հիմա Watford-ը նորից արագ հակագրոհի է անցնում Էկտուբարյան, լավ էր մտածել, բայց իհարկե դարպասապա Մուրադյանը շատ հաջող կարողացավ արձագանքել գնդակին։ Մուրադյան գեղեցիկ է այս ամենը Մուրադյանի կատարմամբ։ Վարդան Վարդանյան Նարեկ Սարգսյանին ուղարկեց գնդակը, բայց այստեղ անհաջող կատարեց Սարգսյանը փոխանցում իհարկե, հետո էլ Watford-ի մոտ ավելին անել չստացվեց ու հիմա Մուրադյանը հորդորում է խաղընկերներին հանգստանալ, իհարկե լարված հանդիպում է ընթանում խաղադաշտում եւ ցանկացած սխալ բնականաբար կարող են ֆուտբոլիստի կատարմամբ լինել ճակատագրական, բայց իհարկե շտաբողականությունը, լարվածությունը միանշանակ կխանգարեն այս հանդիպանը։ Ադեբայո լավ էր նկատեց Սահակյանին Ադեբայոն, բայց կասեցնել Սահակյանի մոտ գնդակը չստացվեց այս դեպքում ու նորից գնդակը խաղի մեջ կմցնի Սիթիի դարպասապա Մուրադյանը, խաղարկում է այն Նարեկ Սարգսյանի հետ։ Նորից հետ փոխանցում հետևեց դեպի Մուրադյանը, Արտաշես Առաքելյան, Նարեկ Սարգսյան, Բուբա ուժեղ ստացվեց այստեղ Բուբայի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ադեբայո մնաց գնդակով Ադեբայոն եւ շատ լավ փոխանցում կատարեց դեպի Սահակյանը, գրոհի տեղափոխություն Զախիեզր Երանոսյանն է այստեղ, նորից Սահակյան,
Սահակյան լավ էր մտածել այստեղ Սահակյանը, բայց գնդակը բաժին ասավ City ֆուտբոլիստերին։ Հիմա տեսնենք ինչ է պատահել Բուբային, հանգեցել է հանդիպումը մրցավարը։ Կարծես ձգեց մկանը Բուբան, բայց հիմա ամեն ինչ կարգին է նրա հետ։ Նա շարունակում է մնալ խաղադաշտում։ Ու արդեն վերսկսվեց հանդիպումը Մուրադյան Արաքելյանին ուղարկեց գնդակը, ստացավ նրանից պատասխան փոխանցումը։ Բավական անցել է արդեն առաջի կեսից, բայց այստեղ պրեսինգի շնորհիվ Վոթֆորդը կարողանում է վաստակել եզրային նետման հնարավորություն։ Սահակյան կա եզրային նետում ու Բուբանը հեռացրեց գնդակը կլինի անկյունային։ 21-րդ րոպեն է ընթանում առաջի խաղակեսի ու տեսնենք այս անկյունային ինչ կտա։ Վոթֆորդին բարձից փոխանցում ու Մուրադյանը վերցրեց գնդակը նետելով այն Վարդանյանի ուղղությամբ արագ հակագրոհի է անցնում Մանչեսթեր Սիթին Վարդանյան, տեսնենք հարվածքը հետևի արդյոք կա հարվածը, բայց այստեղ փայլեց Վոթֆորդի դարպասապահ Վիտյա Գրիգորյանը ոտքով կարողացավ հեռացնել գնդակը, եթե չի ժամանակին չարձագանքեր Գրիգորյանը գնդակին, ապա միանշանակ կհայտնվի գնդակը նրա դարպասում։ Նարեկ Սարգսյան հասրեց փոխանցում կատարել Վարդանյանին, Վարդանյանն էլ շատ գեղեցիկ կերպով նորից ուղարկեց գնդակը Սարգսյանին ու եզից կնետեն Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստերը։ Բուբա Արաքելյան, բայց այստեղ Երանոսյանն է հաջող խլում կատարում, շտապեց այստեղ մի փոքր Երանոսյանը ու Արաքելյանն է շատ փայլուն կերպով դուրս գալիս պաշտպանությունից կա Կոստենկովի տարբերակը, բայց ուղարկեց գնդակը Ռոմիկ Սարգսյանին, ստանում է նրանից պատասխան փոխանցում, այո տեսեք որտեղ է հասել Արտաշես Արաքելյանը թիմի կենտրոնական պաշտպանը, բայց իհարկե դրա անհրաժեշտությունը կար այս դեպքում։ Հիմա արդեն Վոթֆորդի ֆուտբոլիստները նահանջեցին ու վերադասավորվեցին, բայց գնդակով մնում է Մանչեսթեր Սիթին։ Բուբա դեպի աջ փոխանցում Գաբրիելյանն է հայտնվել այս եզրում հիմա Գերակոսենկով Սարգսյան մի փոքր անհաջող կասեցեց այստեղ Սարգսյանը գնդակ ու Վոթֆորդի ֆուտբոլիստները խլեցին գնդակը մրցակցից, բայց ավելին անել չստացվեց, Կոստենկովը նորից վերադարձեց գնդակը Սիթիի մոտ ու տեսնենք այս գրոհ ինչ կտա Մանչեսթեր Սիթին։ Բուբա Արաքելյան Գաբրիելյանն է ստանում գնդակը աջ եզրում, բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց գնդակին առաջինը արձագանքեց Վոթֆորդի դարպասապահ Գրիգորյանը նետելով Սահակյանին ու տեսնենք Վոթֆորդի այս գրոհ առաջի խաղակեսի բավական քիչ խաղաժամանակ է մնացել, բայց առայժմ չունենք խփված գնդակ այս խաղում։ Հիմա կար խաղի կանոնների խախտում Սահակյանի դեմ պայքարում։ Ու հիմա փոփոխություն նորից Սիթիի կազմում Գաբրիելյանն է լքում խաղադաշտը, Պողոսյանը վերադարձավ խաղադաշտ Գաբրիելյանի փոխարեն ու տեսնենք խաղակեսի վերջն եմ ասում թիմերը ինչպիսի ֆուտբոլ կցուցադրեն, իհարկե կա դեռ խաղաժամանակ, բայց գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակով բնականաբար երկու թիմերն էլ ցանկանում են։ Կա մրցավարի սուլիչը Սահակյան, կրոս դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց այստեղ Կոստենկովը հեռացեց գնդակը։ Հիմա էլ ուղարկում է Վարդանյանի ուղղությամբ, Աթայանն է պայքարում Վարդանյանի դեմ ու կարողացավ այստեղ Աթայանը հեռացնել գնդակը։ Ադեբայո դեպի աջ փոխանցում, որտեղ Սահակյանն էր, բայց այստեղ ուժեղ ստացվեց Ադեբայոյի կատարած փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Վարդանյան դեպի Արաքելյանը փոխանցում կատարեց Վարդանյանն ու շարժվում է առաջ Նարեկ Սարգսյան։ Մուրադյան նորից Արաքելյանն է գնդակով Պողոսյանը խաղարկեցին, բայց այստեղ Վոթֆորդի ֆուտբոլիստները կարողացան հաջող կերպով խլել գնդակը, հիմա էլ Նարեկ Սարգսյանն է չեզոք հասնում մրցակցի գրոհի վտանգը, բայց երկրորդ տեմպով փորձեց Վոթֆորդը գրոհել, նորից չստացվեց։ Բուբա դեպի աջ Կոստենկով Պողոսյան շատ լավներ Պողոսյանի փոխանցումը Վարդանյանը հարված փակվեց Վարդանյանի հարվածի ճանապարհը, իսկ այստեղ դիպավ գնդակը Պողոսյանի ձեռքին, հիմա պետք է
ճիշտ դիրքից խաղարկել Սուլեց մրցավարը ու արագորեն խաղարկում է Watford-ի գնդակը Սահակյան հեռահար հարված ու բարձր է ստացվում այլ Գագիկ Սահակյանի կատարած հարվածը եւ հարված կլինի Manchester City դարպասից Արաքելյան Կերակոստենկով Կրկին Արաքելյան Վերջին գրոններից մեկն է իրականացնում Manchester City-ն առաջի խաղակեսում, եթե ոչ իհարկե վերջինը, հիմա էլ կար խաղի կանոնների խախտում Բուբայի կողմից եւ ստանդարտ կիրացնի Watford-ը։ Երանոսյանն է տեղադրում գնդակը։ Ադեբայո Հերվից հարված Ադեբայոյի կատարումը տեսանք ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եւ Մուրադյանը կրկին գնդակը կմցնի խաղի մեջ դեպի ձախ Նարեկ Սարգսյան Արաքելյան Պողոսյանի հետ խաղարկեց Արաքելյանը գնդակ ու տեսնենք ինչ որոշում կայացնի Արշակ Պողոսյանը շատ լավ նկատեց Կոստենկովի առաջ խաղացումը Կոստենկով մի փոքր անհաջող ստացվեց այստեղ Կոստենկովի կատարած փոխանցում ու գնդակը հեռացին մրցակցի պաշտպանները եւ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է գոլազուրկ առաջի խաղակեսն ունեցանք 0-0 է հանդիպան հաշիվը կարճ դադարվորից հետո կվերադառնանք Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք Manchester City-ն դեմ Watford-ի հանդիպան երկրորդ խաղակեսը միասին վայելելու կա մրցավարի սուլիչ ու մեկտարկած է երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո առայժմ չունենք խփած գնդակ խաղադաշտում հենց մի անգամից հարված հետևեց Վայե Մուրադյանի դարպասի ուղղությամբ, բայց այստեղ City-ի դարպասապահը տեղում էր ու վերցեց գնդակը նետելով այն Նարեկ Սարգսյանի եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի մեկտարկային կազմեր այս գրոյից հետո Պողոսյան վտանգավոր է, բայց բարձր ստացվեց Արշակ Պողոսյանի կատարած հարվածը եւ այսպես Watford-ի դարպասը պաշտպանում է Վիցյա Գրիգորյանը համար 1 Նայդի Պետրոսյան համար 2 Հմայա Կաթայան համար 3 Օլամիլեյկան Ադեբայո համար 4 Հայկ Պողոսյան համար 8 Գագիկ Սահակյան համար 9 Միքայել Երանոսյան համար 15 Արմեն Մանուկյան համար 10 Կարեն Սիմոնյան համար 22 եւ Նարեկ Էկտուբարյան համար 49 Manchester City դարպասը պաշտպանում է Վայե Մուրադյանը համար 1 Սիլաբուբա համար 2 Արտաշես Արաքելյան համար 5 Ռոմիկ Սարգսյան համար 6 Անատոլի Գաբրիելյան համար 7 Արշակ Պողոսյան համար 14 Վարդան Վարդանյան համար 11 Գերա Կոստենկով համար 17 եւ Նարեկ Սարգսյան համար 77 Արաքելյանն է առաջարժում գնդակով Ուղարկեց այն Գերա Կոստենկովի ուղղությամբ հարվածեց Կոստենկովը, բայց Աթայանն այստեղ շատ ճիշտ դիտքում էր այլապես գնդակի ընթացքը այնպիսին էր, որ կարող էր հայտնվել այն հեռավոր անկյունում, հիմա էլ Սահակյանը լավ փոխանցում կատարեց, բայց այստեղ Շտացվեց գնդակը հաջող կերպով կասեցել Կարեն Սիմոնյանի մոտ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ակտիվ են մեկտարկել ինչ խոսք երկու թիմերը երկրորդ խաղակեսը ու տեսնենք հանդիպումը ինչ ընթացք ունենա երկրորդ կեսում հիշեցնեմ որ առայժմ այս երկու թիմերը AFL-ի Winter Cup մրցաշարի 2025-26 մրցաշրջանի այն 4 թիմերից երկուսն են ովքեր առայժմ միավորի կամ միավորների կորուստ չունեն ընդհանրապես 100% արդյունքով շարժվում են առաջ Կոստենկով եւս մեկ հարված բայց Հիմա էլ Մանուկը դպագեց հարվածի ճանապարհը ու ես իսկ նետի Արաքելյանը Արաքելյան կատարեց փոխանցում Նարեկ Սարգսյանի ուղղությամբ Սարգսյան եւ այստեղ կարայո խաղի կանոնների խախտում Աթայանի կողմից միանշանակ ու հիմա ստանդարտ կիրացնի Manchester City-ն այո չնշել այսօր City-ի կազմում Արտուր Ալավերդյանի բացակայությունը չենք կարող թիմի կենտրոնական ու առանցքային ֆուտբոլիստերից մեկի իհարկե առաջատարներից մեկի Manchester City-ով նախորդ տուրում կրկին ստացավ վնասված Chelsea-ի դեմ մրցավեճում ու այս հանդիպումը բաց է թողնում իհարկե հուսանք միայն այս հանդիպումով կավարտվի Ալավերդյանի բացակայությունը խաղադաշտում Սարգսյան հարված բայց այստեղ պատնի վրա ընդունեց գնդակը եւ իհարկե շարունակեմ խոսել Ալավերդյանի մասին հուսանք իհարկե որ Ալավերդյանը շատ շուտ կվերադառնա Manchester City-ի կազմում ու կփորձի թիմին օգնել առաջիկա հանդիպումներում որտեղ City-ն
իսկապես բարդ հանդիպումներ ունի անցկացնելու նախ պետք է անցկացնի հանդիպում Վիլյարեալի դեմ որտեղ պարզ կդառնա արդյոք Վիլյարեալը հաղթում է էլիտ լիգան թե ոչ հետո հանդիպում ունի անցկացնելու Բորուսիա Մյունխեն-Գլադբախի դեմ որը Չեմպիոնների լիգայի կիսա եզրափակիչի դիմակայության պատասխան հանդիպումն է իհարկե շատ բարդ հանդիպումներ առայժմ այս երկու հանդիպումը որոնք նշեցի բայց էլիտ լիգայում նույնպես կան բավական հզոր մրցակիցներ City-ի առջևում առաջիկա տուրերի ընթացքում այնպես որ Ալավերջանի խաղադաշտում գտնվելը իհարկե անհրաժեշտություն է City-ի կազմում Պողոսյան այսօր նաև չկա City-ի կազմում Ռոբերտ Խողացյանը թիմի հիմնական ու կենտրոնական պաշտպաններից մեկով նորից Chelsea դեմ խաղում ցկեց մկանը եւ հուսանք Խողացյանը նույնպես շատ շուտ կապակին ու կվերադառնա Manchester City-ի կազմում իհարկե շատ առանցքային երկու ֆուտբոլիստի նշեցի City-ի կազմում ովքեր այսօր չեն գտնվում խաղադաշտում եւ չեն կարողանում օգնել իրենց թիմին Watford-ի դեմ մրցավեճում Մուրադյան ուղարկեց գնդակը Արտաշես Արաքելյանին վերջինս էլ ուղարկում է այն դեպի կենտրոն որտեղ Բուբան է առաջ շարժվում գնդակով Բուբա գեղեցիկ կերանցումը գուցե հրվից փորձի կա փոխանցում բայց այստեղ շեղությամբ ստացվեց Բուբայի կատարած փոխանցումը իհարկե Վարդանյանը արդեն շարժվել էր այլ ուղղությամբ եւ Բուբան դա չնկատեց իհարկե այնպիսի հանդիպում է ընդհանուր խաղադաշտում թիմերը ունեն այնպիսի պաշտպանություն որ թեկուս մեկ գնդակը խփած այս խաղում իհարկե հնարավոր է որոշիչ դառնա քանի որ երկու թիմերն շատ հզոր փորձ ունեն պաշտպանների առումով իհարկե եւ կարող են ցանկացած մեկ գնդակի առավելություն միջև հանդիպան մրցավարի եզրափակիչ Սուլիչը օգտագործել իրենց օգտին հիմա Հոսենկովը վաստակեց եզրային նետման հնարավորություն ինքն էլ նետեց գնդակը Արշակ Պողոսյանի ուղղությամբ Պողոսյան լավ է նկատել Վարդանյանին, բայց գնդակը չհասավ նրան, հիմա էլ Երանոսյանը խախտեց խաղի կանոնները, անկասկած այո, համաձայն չեն Watford-ի ֆուտբոլիստները մրցավարի կայացրած որոշման հետ, բայց այստեղ մրցավարը նշանակել է տուգանային հարված, շատ վտանգավոր դիրքում, իհարկե մի փոքր հեռու է տարածությունը, բայց ուղիղ դարպասի միջին հատվածում է գնդակի ուղղությունը ու տեսնենք Բուբան է գնդակի մոտ կա մրցավարի Սուլիչը Սիլա Բուբա իհարկե պատրաստվում է մի անգամից հարվածի այդպես էլ անում է բայց այստեղ Սահակյանը կանգնեց գնդակի առջև Արաքելյանն էլ գնդակը հետ է ուղարկում դարպասապահ Մուրադյանին Պողոսյան Կրկին Արաքելյան ու դեպի աչ փոխանցում հետևեց, հիմա էլ Նարեկ Սարգսյանն է այստեղ Սարգսյան Բուբա, կրկին Պողոսյան նորից Նարեկ Սարգսյանին ուղարկեց գնդակը, հիմա էլ ձախ եզրում է հայտնվել Սարգսյանը նրան ամենուր խաղադաշտում կարող ենք իհարկե տեսնել մեկ դրվագ առաջ աչ եզրում են հիմա հայտնվել է արդեն ձախ եզրում իհարկե շատ արագաշարժ ֆուտբոլիստ է Manchester City 77 համարը հիմա էլ գեղեցիկ անցում էր փորձում կատարել բայց հայտնվեց մի քանի մրցակցի շրջափակման մեջ ու Watford-ի պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը եզից կնետի Man City-ին Վարդանյան Սարգսյանին ուղարկեց գնդակը ստացավ պատասխան փոխանցումը բայց այստեղ հաջող չկասեցեց Վարդանյանը գնդակ ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից եզից հիմա կնետի արդեն Watford-ը Իհարկե կրկնում են ոչ ոքի արդյունքը երկու թիմերին էլ միանշանակ ձեռնտու կլինի պարտություն չեն ունենա երկու թիմերը այս հանդիպումից հետո եթե իհարկե ոչ ոքի ավարտվի այս հանդիպումը բայց արդեն 100% արդյունք էլ չեն ունենա իրենց ակտիվում գրանցած այնպես որ վստահ եմ ինչպես առաջին կեսում նշեցի որ երկու թիմերն էլ այստեղ են հերթական իրենց 3 միավորը վաստակելու համար ու տեսնենք դա թիմերից որ մեկին կուղեկցի Կոստենկովն է աչ եզրում այստեղ հաստրեց Մանուկյանը չեզոք հասնել վտանգը Երանոսյանն էլ շատ գրագետ վարվեց ու հենց Կոստենկովից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Արկում է Watford-ը գնդակը
Պաշտպանությունում, բայց այստեղ մի փոքր անհաջող ստացեց Պողոսյանի կատարած փոխանցումը դեպի Երանոսյան ու Եզից կնետի Ռոմիկ Սարգսյանը թողեց գնդակը Կոստենկովին ու շարժվում է առաջ Սարգսյանը Կոստենկով երկար փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց հեռացեցին այստեղ Ոթֆորդի պաշտպանները գնդակը հիմա էլ նահանջեց Սարգսյանն ու Եգոր Թարգում հաղթեց պայքարը, բայց հաղթեց խաղի կանոնները Սահակյանի դեմ պայքարում Կա մրցավարի Սուլիչը, Ադեբայան ուղարկում է գնդակի Երանոսյանին, նորից Ադեբայոն Աթայան ռիսկի դիմեց այստեղ, Աթայանը ճիշտ է կորցրեց գնդակը, բայց եթե այն կորցրը առաջին դրվագում, ապա Վարդանյանը հնարավոր էր միայնակ մնալ տարպասապայի դիմաց, հիմա էլ Ադեբայոնը շատ գրագետ գործում ուղարկելով գնդակը Սիմոնյանին, ձախ եզրով գրոյի անցել Ոթֆորդը, Սիմոնյան փոխանցում, բայց այստեղ ուժեղ ստացվեց Սիմոնյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Բուբա Շատ լավ նկատեց Նարեկ Սարգսյանին շրջվեց Սարգսյանը միացել է գրոյին Վարդանյանը, բայց անցում կատարեց այստեղ Սարգսյանը ու կարողացան Ոթֆորդի պաշտպանները այս դրվագում հաջող պաշտպանվել Սահակյան իհարկե արագ հակագրող չկարողացավ կազմակերպել Ոթֆորդը ու Սահակյանը դուրս հանեց գնդակը դաշտի սահմաններից հասկանալու համար թե ինչ է պատահել թիմի ավակ Աթայանին կարծես վնասել է ոտքը Աթայան ու հիմա գտնվում է խաղադաշտից դուրս ու հիմա փոխանցվեց Աթայանը իհարկե նրան օգնություն են ցուցաբերում խաղադաշտից դուրս եւ հուսանք որ վնասվածքը դուրս չի լինի Աթայանի ու նա կարողանա շարունակել այս հանդիպումը հիմա Երանոսյանն է խորքից փոխանցում կատարում բայց Պողոսյանը հեռացեց գնդակը իսկ այստեղ էլ Վարդանյանը չկարողացավ այն այլ դաշտի սահմաններում ու Եզից կնետի Ոթֆորդը Սահակյան լավ նկատեց Մանուկյանի առաջ խաղացումը ու հիմա էլ Կոստենկովն է այստեղ Հագում փոխանցման ճանապարհը անկյունային հարվածի հնարավորություն է վաստակել Ոթֆորդը Սահակյան բարձից փոխանցում Մուրադյանը հեռացնում է գնդակը Նարեկ Սարգսյանն էլ ընդունում է այն բայց այստեղ փակվեց առաջին դեպքում փոխանցման ճանապարհը եւ հիմա Եզից կնետի Մանչեսթեր Սիթին թողեց Սարգսյանը գնդակը Կոստենկովին Վերջինս էլ նետում կատարեց Արշակ Պողոսյանի ուղղությամբ ու Պողոսյանը շարժվում է առաջ գնդակով Իհարկե երկու թիմերն էլ ցանկանում են առաջինը հասնել հաջողության, բայց պետք չէ մոռանալ պաշտպանության մասին, ինչպես եւ գործում են հենց երկու թիմերը այդ կերպով իհարկե բացել հանդիպան հաշիվը այնքան էլ անհրաժեշտ է, քան բաց թողնել գնդակ։ Չի հասցնի գնդակին իհարկե Սիմոնյանը մի փոքր ուժ ստացվեց այստեղ գնդակի ընթացքում Եզից կնետի Սիթին Կոստենկով վարկում է գնդակը Սիլաբուբային Նարեկ Սարգսյան թողնում է գնդակը Պողոսյանին ու շարժվում առաջ դեպի ձախ փոխանցում կատարեց Պողոսյանը Վարդանյան հարվածեց բայց փակվեց Վարդանյանի հարվածի ճանապարհը հիմա էլ լավ էր մտածել Սահակյանը բայց անցում կատարել չստացվեց չնայած ստացավ պատասխան փոխանցում խաղընկերոջից բայց բրավո այստեղ Պողոսյանին կարողացավ շատ բարդ իրավիճակում նահանջել ու չեզոքացնել Սահակյանի առաջխաղացման ճանապարհը ու ստացավ հարված ոտքին հենց Սահակյանի կողմից եւ ստանդարտ կիրացնեն Man City ֆուտբոլիստները Խաղարկում են գնդակը Մուրադյանն է գնդակով
Բայց այստեղ ստանդարտ նշանակեց մրցավարը։ Տեսնենք այս ստանդարտն ինչ կտա Watford-ի ֆուտբոլիստերին, Ադեբայոն է գնդակի մոտ։ Կա մրցավարի սուլիչը Ադեբայո, փոխանցում, բայց գնդակին առաջինը արձագանքեց Բուբան։ Ադեբայո այդ փոխանցում դեպի դարպասապահ Գրիգորյանը, բայց վերջինս էլ գնդակը դաշտի սահմաններում ու կարողացավ հեռացնել այն։ Ու հիմա գրոյի տարբերակ ունի Watford-ը, Մանուկյան դանդաղեց այստեղ ու Սարգսյանը հաջող խլում կատարեց մրցակցից Նարեկ Սարգսյանն էլ գնդակով է, բայց այստեղ Նարեկ Սարգսյանի կատարած փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց։ Ես իսկ նետում եմ Watford-ի ֆուտբոլիստները, բայց Բուբան այստեղ փակեց գնդակի ճանապարհը, հիմա էլ Ռոմիկ Սարգսյանը փորձեց նորից խլում կատարել մրցակցից, այս դեպքում արդեն չստացվեց։ Երանոսյան Գրոյ տեղափոխություն դեպի Աչեզր, բայց Սահակյանը չհասավ այս գնդակին, քանի որ բավական ուժեղ ստացվեց Երանոսյանի կատարած փոխանցումը, եզից հաղարկեցին արագորեն գնդակը Man City-ի ֆուտբոլիստները, Վարդան Վարդանյան, Արաքելյանն է առաջարկվում, գուցե կրակի երվից այդպես էլ արեց Արաքելյանը, բայց գնդակը շեղությամբ ընթացավ։ Հիմա կրկնակի փոփոխություն տեղի կունենա Watford-ի կազմում։ Սիմոնյանի ու Մանուկյանի փոխարեն հանդիպումը շարունակին Էկտուբարյանն ու Աթայանը։ Փոփոխություն տեղի ունեցավ նաև Man City-ի կազմում։ Ռոմիկ Սարգսյանը լքում է խաղադաշտ ու հանդիպումը կշարունակի արդեն Անատոլի Գաբրիելյանը։ Տեսնենք հանդիպան մնացած ժամանակահատվածը ինչ կտա թիմերին։ Ադեբայո շարժվում է առաջ, Բուբան դիմավորեց մրցակցին, բայց մնաց գնդակը Ադեբայոյի մոտ։ Հիմա կար արդյոք խաղի կանոնների խախտում, այո, սուլեց մրցավարը, խախտել է խաղի կանոնները Բուբան։ Երանոսյան ստացավ գնդակը, շարժվում է առաջ գնդակով Երանոսյանը, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում Երանոսյանի դեմ պայքարում ու ստանդարտ է նշանակում մրցավարը Manchester City-ի դարպասի ուղղությամբ։ Ադեբայոն է տեղադրում գնդակը ստանդարտ իրացնելու համար ու տեսնենք Ադեբայո հարված, բայց Կոստենկովը ճիշտ դիրք է զբաղեցել ու գնդակը խլեցին City ֆուտբոլիստները, լավ էր մտածել Գաբրիելյանը, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց դեպի Նարեկ Սարգսյանը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, այո, եթե մի փոքր ավելի նրբանկատ փոխանցում կատարել այս դրվագում Անատոլի Գաբրիելյանը, ապա Սարգսյանը միայնակ կմնար Վիծա Գրիգորյանի դեմ։ Հիմա էլ խորքից փոխանցում է կատարում հենց Գրիգորյանը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզից կնետի Manchester City-ին Կոստենկով, Արտաշես Արաքելյան։ Խորքից փոխանցում, բայց հիմա Երանոսյանն է փակում փոխանցման ճանապարհը ու եզից կնետի Manchester City-ին հանդիպման վերջնամասն է իհարկե երկու թիմերն էլ չափազանց գոն են այս րոպեներին պաշտպանությունում։ Կոստենկով կա եզրային նետումը, բայց Վարդանյանի մոտ չստացվեց այս դրվագում հարված կատարել ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Երանոսյան խաղարկում են Watford-ի ֆուտբոլիստները, գնդակը խորքից փոխանցում, բայց Արտաշես Արաքելյանը այստեղ վերահսկում էր իրավիճակը ու կարողացավ առաջինը արձագանքել գնդակին Արչակ Պողոսյան։ Լավ փոխանցում է դեպի Գաբրիելյանը, բայց այստեղ հասցրեցին Watford-ի պաշտպանները հեռացնել գնդակը Նայիրի Պետրոսյանն է գնդակով, Ադեբայո, Սահակյան,
Գեղեցիկ գործեց Սահակյանը, Ադեբայո վտանգավոր է, Ադեբայո փոխանցում ու Կոստենկով այստեղ շատ հաջող կերպով Սահակում կատարեց հիմա 11 մետրանոց են պահանջում Վոտֆորդի ֆուտբոլիստները, բայց առայժմ չի սուլել մրցավարը, հնարավոր է կրկնապատկերը դիտի ու հասկանա, բայց այստեղ խաղ կանոնների խախտում է նշանակում Բուբայի նկատմամբ եւ իհարկե չի դիտի կրկնապատկերը, համոզված է իր որոշման մեջ հանդիպան գլխավոր մրցավարը, չկար ձեռքով խաղ ու խաղարկում են գնդակը Սիթիի ֆուտբոլիստները Պողոսյան Արաքելյան Եվս մեկ հարվածի փորձ Արաքելյանից ու Նայիրի Պետրոսյանն է հիմա փակում Արաքելյանի կատարած հարվածի ճանապարհը եզից կնետի Սիթին Արաքելյան խաղարկում է գնդակը Դարպասապան Մուրադյանի հետ եւ ստանալով նրանից փոխանցում ուղարկում այն Արշակ Պողոսյանի ուղղությամբ շարժում է առաջ Պողոսյանը դեպի ձախ փոխանցում բայց Պետրոսյանը շատ հաջող գործեց այստեղ ու նետվում է առաջ Վոտֆորդը Գագիկ Սահակյան բնաց գնդակով բայց արդեն հաստրեցին վերադասավորել Man City-ի ֆուտբոլիստները Գերանոսյանն է խորքից հարված կատարում դարպասի ուղղությամբ իհարկե նկատել էր որ Դարպասապան Մուրադյանը դուրս է եկել դարպասից ու փորձ է ցերլար հարվածով Վաշինգտոն Գերանոսյանը բայց բավականաչափ բարձր ստացվեց դրա կատարած հարվածը ու City-ն սկսում է խորքից Նարեկ Սարգսյան Վարդան Վարդանյան Դեպի աջ փոխանցում հետևեց Արաքելյանն է նորից ընդունել գնդակու շարժվում առաջ ուղարկեց այն դեպի աջ եզր Կոստենկով Եվս մեկ բարձից փոխանցում բայց այստեղ շատ հեռուն գնաց Կոստենկովի կատարած փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Գերանոսյան Մնաց գնդակով Վոտֆորդի ֆուտբոլիստները Ադեբայո Դեպի աջ փոխանցում հետևեց Սահակյանն է հաջող կերպ ընդունում գնդակը Գագիկ Սահակյան չստացվեց այստեղ հաջող փոխանցում կատարել նույն կերպ այնպես ինչպես կասեցեց գնդակը Սահակյանը բայց City-ն չկարողացավ արագակագրող կազմակերպել նորից գնդակով Սահակյանն է Ադեբայո գեղեցիկ գործեց Վոտֆորդը այս դրվագում Նայիրի Պետրոսյան Ադեբայո հարվածում Մուրադյանը փրկում է այստեղ Մանչեսթեր Սիթիին վերահաս գոլից իսկապես Վոտֆորդը ուներ չափազանց լավ հնարավորություն բացելու հանդիպան հաշիվը բայց Դարպասապավայե Մուրադյանը տեղում էր ու կարողացավ Երաշտել Ադեբայոյի կատարած հարված անկյուն այն է խաղարկել է Վոտֆորդը Ադեբայո Էկտուբարյան փոխանցում ու հիմա նորից շեղեց Մուրադյանը գնդակի ուղղությունը բայց Վոտֆորդի ֆուտբոլիստի մոտ հայտնվեց գնդակ ու հարված չհետևեց Դարպասի ուղղությամբ իսկ Նարեկ Սարգսյանն էլ հիմա հաջորդ դրվագում անմիջապես կարող էր City-ն առաջ մղել հաշվի մեջ բայց Վիտյա Գրիգորյանը նույնպես փայլեց այս դրվագում այո երկու թիմերի դարպասապաններն էլ շատ լավ են գործում այս րոպեներին Երկու չափազանց վտանգավոր հակագրող իրականացեցին թիմերը մեկը մյուսի դարպասի ուղղությամբ Արված կլինի հիմա Մանչեսթեր Սիթի դարպասից Մուրադյան խորքից փոխանցում է կատարում այստեղ Գաբրիելյանը հաջող ընդունեց գնդակը ուղարկեց այն Գերա Կոստենկովին ստացավ պատասխան փոխանցում բայց թույլ տվեց գնդակը հասի Վարդանյանին Նարեկ Սարգսյան այստեղ հասրեց Սահակյանը փակել գնդակի ճանապարհը Բուբան էլ հարվածում է բայց Գրիգորյանը հեռացեց գնդակը նորից գնդակով Բուբան է Դեպի աջ Կոստենկով գուցե հիմա հարվածի գերան, բայց Կոստենկովի կատարած հարվածը բարձր է ստացվում այս դրվագում Այո մոտ էր Մանչեսթեր Սիթին այս րոպեների բացելու հանդիպման հաշիվը Վոտֆորդի չօգտագործած պայից հետո բայց այստեղ զգոն եղան Վոտֆորդի ֆուտբոլիստները հիմա էլ Բուբան է խախտել խաղի կանոնները եւ հանդիպան հիմնական ժամանակի վերջի րոպեն է ընթանում արդեն Գրիգորյան դեպի ձախ եզր փոխանցում հետևեց, բայց Կոստենկովը շատ հաջող գործեց այստեղ, Բուբան պահում է գնդակի իր մոտ։ Բուբան հասրեց, փոխանցում կատարել դեպի Դարպասապան։ Մուրադյանը վերջինս էլ գնդակ ուղարկում է ձախ եզր Արշակ Պողոսյան։ Արաքելյան դեպի աջ է ուղարկում գնդակը, որտեղ Բուբան է ակտիվ է Սիթին այս րոպեներին, բայց այստեղ Բուբայի կատարած փոխանցումը
Աննաջող ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, այո, Սիթին հանդիպան վերջնամ ասում ունեցավ մի քանի շանս այս րոպեներին, բայց դրանք ռոյալ օգտագործել Մասիթի ֆուտբոլիստների մոտ չստացվեց, Ադեբայո դեպի Աշեզր Սահակյան ու եթե հիմա աստր գնդակի Սահակյանը չափազանց վտանգավոր կլիներ, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մուրադյանը ուղարկում է գնդակը Արաքելյանին, Նարեկ Սարգսյան, վերջին գրոններից պետք է իրականացնում Սիթին, եթե ոչ ամենավերջինը, բայց այստեղ էլ Սարգսյանի կատարած փոխանցումը ներողություն փակվեց ու Ոթֆորդը փորձեց հակագրոյի անցնել, չստացվեց, հիմա եզից կնետի Սիթին, Սարգսյանն է կատարում եզային նետում դեպի Արշակ Պողոսյանը։ Պողոսյան Վարդան Վարդանյան, այո, Ոթֆորդը ողջ կազմով հիմա գտնվում է իր կիսադաշտում եւ փորձում են այս րոպեներին չեզոքացնել վտանգ, իսկ այստեղ փոխանցումը սխալ ուղղությամբ էր ու Նայիրի Պետրոսյանը կարողացավ խլում կատարել, Ադեբայոնն էլ ուղարկեց գնդակը կրկին Պետրոսյանի ուղղությամբ, բայց ուժեղ ստացվեց ու եզից կնետի Սիթին Պողոսյանն է կատարելու եզրային նետումը։ Նարեկ Սարգսյան, կրկին Պողոսյան Արտաշես Արաքելյան, վերջին գրոհը գուցե սա լինի Մանչեսթեր Սիթի, Արաքելյան դեպի տուգանային հրապարակ, Վարդանյան արված ու հիմա դարպասածողն է օգնության գալիս Ոթֆորդին, ինչ վտանգավոր պահ ունեցավ Սիթին ու չօգտագործեց, հիմա էլ Սահակյանն է նետվում առաջ, Գագիկ Սահակյան, փոխանցում ու Մուրադյանը այստեղ կարողանում է հեռացնել գնդակը, արագ հակագրոհի հնարավորություն ունի Վարդանյանը, տեսնենք այս գրոհը ինչ կտա Մանչեսթեր Սիթին, Վարդան Վարդանյան մնաց գնդակով, Բուբա Բայց այստեղ խաղի կանոնների սահմաններում խլեցին գնդակը Բուբայից, Սահակյանն է գնդակով խախտել էր Բուբան խաղի կանոնները, բայց գնդակը մնաց Ոթֆորդի մոտ ու սուլեց մրցավարը Էկտուբարյան հետ փոխանցում դեպի Ադեբայոն Երանոսյան կա Սահակյանի տարբերակը հերվում, բայց Ադեբայոյի հետ խաղարկեց գնդակ, իսկ Ադեբայոյի կատարած արվածը բավական բարձր է ստացվում Հիմա դեղին քարտ է ստանում Բուբան միտումնավոր խաղի կանոնները նախորդ դրվագում խախտելու համար Եվ վերջի րոպեն է մնացել հանդիպան ավարտի, այո, մրցավարի փոխհատուցած խաղաժամանակի մասին է խոսքս, հիմնական ժամանակը արդեն սպառվել է ու տեսնենք այս վերջին րոպեն ինչպես կօգտագործեն թիմերը Մուրադյան, խորքից փոխանցում դեպի մրցակցի տուգանային հրապարակ, բայց այստեղ Ոթֆորդի պաշտպանները կարողացան հեռացնել գնդակը հիմա էլ Սահակյանի մոտ հակագրոհ կազմակերպել չստացվեց Կոստենկով, ունի Սիթին հիմա հնարավորություն ու նետվում է առաջ, Գելա Կոստենկով, լավն էր փոխանցում ու հիմա եթե Վարդանյանը կարողանար շեղել գնդակի ուղղությունը, ապա կարող էր բացվել հանդիպան արշիվը մրցավարը դեղին քարտերի տարափ է սկսել խաղադաշտում, հիմա էլ Սահակյանն է պատժվում դեղին քարտով, նախորդ դրվագում ստացան դեղին Բուբան ու Ոթֆորդի 22 համարը, Սիմոնյանը Եզից կնետի հիմա Մանչեսթեր Սիթին, Վարդանյան, Նարեկ Սարգսյան Սարգսյան մնաց գնդակը Սարգսյանի մոտ, ուղարկեց Աշեզր Կոստենկով, ցածրից փոխանցում Գաբրիելյան, դեպի աջ Վարդան Վարդանյան ու հիմա Վիցա Գրիգորյանն է հեռացնում գնդակի ինչ հնարավորություն կորցրեց Մանչեսթեր Սիթին հանդիպան վերջնամասում եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է, ճիշտ է խաղադաշտում չունեցանք խփած գնդակ, բայց բավական դրամատիկ ու հետաքրքիր ֆուտբոլ դիտեցինք այս 50 րոպեների ընթացքում Շնորհավորում ենք երկու թիմերին, էլ թիմերը մնացին անպարտելի Վինտեր քափի շրջանակներում, իսկ մեծ մոտ կարճ դադար է, որից հետո կվերադառնան